Պարոն Անչյան, ուզում եմ վերջին իրադարձություններին անդրադառնանք ամեն ուրբաթ օր Ազատության հրապարակում հանրահավաք է տեղի ունենում, բայց տպավորություն է, որ այն բանից հետո ինչ Սասնա ծռերը վայր դրեցին զենքերը, այլևս այն ոգին չկա, որը կար Խորենացիում։ Մի քանի հանրահավաքներում դուք եւս ելույթ ունեցաք, վերջիններին չենք տեսնում ձեզ նաեւ։ Ուր է տանում այս շարժումը, հնարավոր կլինի փոփոխությունների հասնել արդեն այս մարտավարության նոր խորհրդի կազմով։ Գիտեք ինչպես է, ուրեմն այդ ինչ կապված է Սասնա ծռերի հետ, ես այդ տղաների գործողության մասին խոսել եմ արդեն բազմաթիվ անգամ, ասացի, որ պատահական չէր, որ այսպես այդ հերոսական խմբի անունն էլ Սասնա ծռեր էր, փաստորեն անձնական մեծ հերոսություն կատարեցին եւ անձնական ուղղված ժողովրդին եւ երկիրը ստեղծված վիճակից հանելուն։ Եվ որ նա համընկնում է մեր էպոսի անվան հետ, էլի, այսինքն Սասնա ծռեր սկզբունքներով կյանքը հաստատելու համար Սասնա ծռեր այդ խումբը կատարեց այդ գործողությունը։ Եվ որ կար դրա երկրորդ կողմը, միանգամից բոլոր տիպի ուժերը դրսի, ներսի, քաղաքական, ոչ քաղաքական եւ այլը աշխատեցին դա օգտագործեն եւ ամեն մեկը տարավ, որ այդ եղածը այսպես իր տանը, իր գրասենյակում եւ այլը հարմարեցնի իր ստեղծած մանրիկ աշխարհին։ Բայց սա կատարված է ժողովրդի համար, երկրի համար եւ ուղղակի ազդանշան էր, որ սկսվում է այդ ժողովրդի ճիշտ քայլքը դեպի այն երկիրը, դեպի այն աշխարհը, որը կոչվում է հայ կամ հայոց աշխարհ, եւ այդ ուրեմն երկրում գործում են Սասնա ծռերի օրենքները։ Հիմա այս սկիզբը դրված է, դա միանշանակ է։ Ժողովուրդը արդեն երբեք չի լինելու այն, ինչը նա ուրեմն մինչև ապրիլ ամիսներ, երբ որ այդ Սասնա ծռեր գործառույթը կատարում էր երկրի սահմաններում, եւ երկրորդը, որ եղավ հուլիս ամսին, որ կատարվեց ներսում։ Մենք տեսանք նվիրվածության, անձնազոհության զարմանալի օրինակներ։ Եվ հիշեցինք, դա մեզ հիշեցնում է, ով ենք, ինչպիսին ենք, ինչ ենք։ Հիմա ժողովուրդը այսպես երկարատև նիրհի մեջ է, մանավանդ այդ հոշոտող փիլիսոփայությունը, մարդը, որ ուրեմն մարդուն պետք է հոշոտի, փախցնի, տանի եւ այլը, այս մեզ համար լրիվ խորտ ընթացիկ աշխարհի, մեռնող աշխարհի հոգեբանությունը մեզ ներշնչել են, եւ մենք էլ այդ վիճակում ենք, հաջողակները, չգիտես ինչի, այսպես ուռա են գոռում, մեկ ասում են, այ ես օլիգարխ եմ, ես նախագահ եմ, ես SMN եմ եւ այլն, եւ մյուսներն էլ ով իբր անհաջողակներն են, այսպես իրենց նեղված են զգում, ուզում են երկրի լքեն եւ այլ եւ այլը։ Այս ամբողջ աշխարհը հիմա ավարտում է, որտեղ սկիզբ է դրված ուրիշ նոր աշխարհի եւ շատ մարդկանց մեջ դա արթնանում է։ Հիմա շատ կարեւոր է, որ այն բոլորը, ովքեր դա տեսել են եւ ուզում են տանել այս գործընթացը, ճշգրիտ գործընթացը, որ նրանք դա կարողանան կազմակերպեն։ Ես այսօր օրինակ այս օրերին չեմ դիմում բոլորին ամբողջ մեր ժողովրդին, որտեղ ասում եմ կան վհատվածներ, կան վախեցածներ, կան տրված այդ գործառույթներին, օրինակ շատ կուսակցական գործիչներ տեսնում ենք, որ հիմա նետված, ասենք թե փորձում են այդ գործողությունը կամ ցանկացած բան տեղավորեն այդ փոքրիկ կուսակցական բնակարաններում։ Սա ասում եմ, սա հերացող համակարգն է։ Հիմա կարևորագույնը դա չի, կարևորագույնը այն դեպք, օրինակ, կարևորագույնը այդ Անի Նավասարդյանն է, հա, որ այդ իր մերմիկ ձայնով դուրս է գալիս եւ այնտեղ կոմիտաս է երգում։ Եվ այդ կոմիտաս երգելը կարևոր չի, ինքը 100 հոգու առաջ է երգում, 1000 հոգու առաջ։ Ինքը երգում է այդ եզերքի առաջ, ինքը խոսում է մեր ժողովրդի հետ, մեր ժողովրդի հոգու հետ։ Եվ Անին այդ բոլորին կազմակերպելու է, ինչպես նրա ավակ եղբայրները Սասնա ծռերից կամ նրա ուրեմն հասակակից եղբայրները երկրի սահմանում իրենց գործը կատարեցին։ Մեր ժողովուրդն էլ դա ուրեմն շատ արագ սկսելու է սա հասկանալ։ Պարզ հասկանալու համար, բացի Անիի երգից, բացի այդ հերոսական գործողություններից, պետք են հիմա գործիչներ, որ հստակ շարադրում են, ինչ են կանում, ուր են գնում, ինչպես են գործում։ Այդ մարդկանց հետ մենք հիմա խոսում ենք, զրուցում ենք։ Եվ հայության ամբողջականացումը մեր ժողովրդի այստեղ ապրող, մայր հայրենիքում ապրող հայության հատվածի ամբողջականացումը ներառյալ աշխարհ անհրաժեշտ գործողություն է։ Սա ոչ թե այնպեսի մի բան է, դե կուզենանք կանենք, կուզենանք վաղը կանենք, այսօր չի ստացվի եւ այլը եւ այլը։ Հարցը դրված է այսպես.
ապրիլի 2-ից 4-ը զոհվեցին 100-ից ավել երիտասարդներ։ Իրենք ծածկեցին այն, ինչը որ մենք պետք է անենք, քաղաքական գործիչները, մտավորականությունը, ուրեմն երկրի կառավարող շրջանակները, քաղաքական շրջանակի գործիչները եւ այլն, այս բոլորը ինչ պետք է անեն, այդ բոլորը չէին արել։ Նրանք զբաղված են իրենց բնակարանիկներում փոքրիկ խնդիրներ լուծելով։ Այդ տղաները պետք է զոհվեն, որպեսզի պահեն երկիրը։ Հիմա, եթե քաղաքականությունը մենք ճիշտ ենք տանում, այդ ամբողջականությունը կատարում ենք, ոչ մեկը էլ մեր սահմաններում չի համարձակվելու այդպիսի բան անել, բայց մենք դեռևս չենք անում։ Միգուցե եւս 100 երիտասարդ որոշել ենք զոհաբերենք, կամ եւս էլի, եւ որս է երաշխավորված, որ դա իրեն չի, այս անգամ ուխտը իր շեմին չի լինելու, կամ ինչ է նշանակում իմ շեմին, ինչ է նշանակում, որ իմ տղան չէր այս տարի կանգնած, նա 2 տարի առաջ էր կանգնած, իսկ այսօր մեկ ուրիշ տղա է կանգնած այդտեղ։ Ուրեմն մենք պետք է այս խնդիրները լուծենք եւ այս խնդիրները հիմա այսպես արագ կերպով նրանք ով հասկանում են, նրանք գործում են եւ շուտով այդ հարթակի կազմակերպման գործերը կլինեն պատշաճ մակարդակի։ Այսինքն կարծում եք դեռևս հարթակում հնարավոր կլինի ինչ որ գործընթաց Ես համարում եմ, որ հարթակների այդ հարթակից եւ համահայկական հարթակից բացի, համահայկական, այսինքն այնտեղ, որտեղ հայությունը իր խնդիրները դնում է եւ լուծում։ Դա մասն է համահայկական հատվածի, հայաստանյան մասը։ Ուրեմն, բայց այդպիսի հարթակներ պետք է լինեն աշխարհի բոլոր կետերում, իրար հետ միավորված մի ամբողջական փիլիսոփայությամբ, որտեղ կա, ասում եմ, գնացող մեռնող աշխարհը եւ կա հայությունը, որ իր մեջ կրում է սասնա ծռերի կամ հայքի հիմնական սկզբունքները, եւ այդ սկզբունքները շատ կարեւոր են, որ մարդկությունը այսօրվա ճգնաժամից դուրս գա։ Մենք այդ ճանապարհները գիտենք, մեր հատվածը եթե դուրս եկավ, բոլորը նայելու են, ասել են՝ «Վայ, բայց մեզ մոտ էլ մեր ինքնության մեջ կա այդ ելքը»։ Տեսնելու են գերմանացիները, տեսնելու են ռուսները, տեսնելու են ուրեմն չինացիները եւ բոլորը։ Ուրեմն մեկը պետք է կարողանա այդ դուրս գալը ապահովի։ Մենք հիմա առավել պատրաստ ենք, որովհետեւ մեր ճակատագիրը շատ հստակ է կառուցված։ Հենց որ մի սխալ կատարում ենք, մի շեղում լինում է, մեզ մի շատ ցավալի հարված է հետևում։ Դա մի կողմից շատ վատ է, բայց մյուս կողմից էլ օգնում է սթափվելուն։ Եվ ես կարծում եմ, որ մենք այդ ամենը անելու ենք։ Պարոն Մանչյան, հուլիսյան իրադարձություններն ինչ ցույց տվեցին, որ Հայաստանում իշխանափոխության կամ գոնե որևէ լոկալ խնդրի հասնելը ընտրական համակարգի միջոցով հնարավոր չէ իրականացնել։ Ես հարցնում եմ, որովհետև մոտենում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Գյումրիում, Վանաձորում, առավել խոշոր քաղաքներում։ Ընտրական գործընթացները մնում են օրակարգային եւ առաջնահերթություն իշխանափոխության հասնելու համար, թե մնում է այս զինված ապստամբությունը։ Գիտեք ինչպես է, ես երևի արդեն ոչ թե տասնյակներ անգամ, այլ միգուցե հարյուրներ անգամ այսպես այս 30 տարվա ընթացքում ելույթներ եմ ունեցել, որ ուրեմն Հայաստանում կամ իշխում է ժողովուրդը, որը ուրեմն բարձրացնում է այդ հայքի այն օրենքները, որը հարևան շումերները վաղ հայքի ժամանակ անվանում էին ուրեմն աստվածային օրենքներ, ուրեմն կամ գործում են աստվածային օրենքները այս մեզանում, կամ գործում են ես որպեսզի այսպես վիրավորական բառեր չասեմ, կամ մի բան, որը բացարձակ անիրավություն է։ Այսպես է, այդ Հայաստանում իշխում են միայն եւ միայն աստվածները։ Եթե մենք ուրեմն վեցեցինք որպես աստվածներ արդարությունը, շիտակությունը, մարդկայնությունը, ուրեմն դա էլ կիշխի եւ այդ ինչ ձևերով է դա կատարվում, այդ բանի հաղթանակը, այդ բանը տանելը, դա կատարվում է մի ձևով։ Ժողովուրդը ընդունում է այդ կյանքը եւ դա իշխում է։ Արդեն ով կլինի պահուն կառավարիչ եւ այլը, կառավարիչներն էլ բնականոն ձևով հայտնվում են այդտեղ։ Կարևոր չի ինչ ձևով։ Մի ժամանակ թագավորներն էին, իշխաններն են եւ այլը, բայց բնականոն ձևով հայտնվում են։ Իսկ երբ որ մենք ուրեմն այդ բանից հրաժարվել ենք, այ տեսեք, մենք հիմա ընտրել ենք աստվածներ։ Մեզ համար կարևորագույնը փողն է, հաճույքներ ստանալը։ Ինչ տարբերություն նախագահի աթոռին ով է նստած։ Ասեք թե նստած է Ժիրայր Սեֆիլյանը։ Մենք ձեզ հետ չպետք է ձգտենք գողություն անենք, որպեսզի կարողանանք հաճույքները ստանանք։ Հարստություն գիտենք եւ ասենք թե ուղիղ գողությունը չի ստացվում, որտեղ Ժիրայրը ավելի խիստ է, նա ասում է օրենքները պետք է կատարենք։ Ուրեմն մենք ձեզ հետ պետք է գնանք կաշառենք դեպուտատներին, որ նրանք ընդունեն այնպիսի օրենք, որը ուրեմն մեզ հնարավորություն կտա գողություն անել։ Այսինքն անենք նույնը ինչ որ կատարում է Ամերիկայում, այլ ոչ թե այն ինչ որ կատարում է Ռուսաստանում, որտեղ Ռուսաստանում գողությունը ուղիղ է,
Իսկ ասենք թե Ամերիկայում, Եվրոպայում ընդունում են օրենքներ, որոնցով ասենք թե կարելի է թալանել Իրաքի ժողովրդին, բայց չի կարելի թալանել ասենք թե Նյու Յորքի ժողովրդին։ Ուրեմն այս ամենը, այդ ասում եմ, դա լրիվ ուրիշ կյանք է, այդ հերացող կյանքն է, եւ իշխանափոխությունը Հայաստանում կատարվելու է մի ձևով։ Ժողովուրդը ոտքի է կանգնելու, լինելու է հրապարակում, եւ այդ հրապարակը իշխելու է, որտեղ այդ ժամանակ օրենքը հաստատում է ժողովուրդը, այդ ժամանակ թելադրողը ժողովուրդն է եւ արդարության, մարդկայնության սկզբունքներն են իրականացվում։ Եթե այդպես չի, մենք ձեզ հետ ինչ էլ գրենք, ինչպես էլ անենք, ուրեմն եւ այդ մանավանդային ինչ որ կոչվում է այսօր ընտրական պրոցեդուրաներ, եւ դա էլ ասում են կա արդար ձևը եւ կա անարդար։ Ասենք թե իմ եւ ինչ որ մի օլիգարխի միջև, որը ասենք թե թալանել է հսկայական գումարներ, որը կաշառում է մարդկանց, որը ունի հերոստատություն, իսկ ես վերջի 3 տարում ոչ մի անգամ հերոստատությամբ ելույթ չեմ կարողացել ունենալ։ Իսկ ուրեմն որը ունի 1000 ու մի ուրիշ հնարավորություններ, մեր մեջ տեղի ունենում ինչ որ արդար մրցակցություն, ինչի շուրջ, ինչ է նախոստանում, ինչից է նախոսում, ինչի է հավաքում եւ այլն։ Այս ամենը անհեթեթություն է։ Ընտրական ուրեմն այդպիսի տեխնոլոգիա իրականում գոյություն չունի եւ գոյություն չունի ոչ միայն մեզ մոտ։ Մենք վերցնում ենք, ասենք թե նույն Եվրոպան, ասում ենք այ եվրոպական տիպի ընտրություններ։ Անտեղ էլ է ըստ էության տեղի ունենում խաբեություն, որտեղ 2, 3, 4 կուսակցությունները որ մտնում են, նրանք կյանքը պահպանում են նույնը, ֆունդամենտալ սկզբունքները։ Ես չեմ կարծում, որ Ֆրանսիան չէր գնա Լիբիան ոչնչացնելու, ասենք թե չէր ռմբակոծի Լիբիան, եւ Լիբիայից 100 ուրեմն միլիոնավոր Աֆրիկայից մարդիկ ուղղորդեր դեպի Եվրոպա, որը ոտատակ անեին նաեւ Ֆրանսիան, եթե ասենք թե նրա փոխարեն լիներ ոչ թե ինքը, այլ լիներ մի ուրիշ նախագահ։ Բոլորը նրանք ծառայում են փողին։ Հիմա հաստատված է փողի իշխանություն։ Ընտրությունների միջոցով փողի ադմինիստրատորն է փոխվում, բայց ոչ փողի սկզբունքը։ Փողի սկզբունքը փոխվում է, երբ որ հայ ժողովուրդը հայտնվում է հրապարակում։ Մենք տեսել ենք ինչպես է փոխվում։ Տեսեք, ուրեմն այն տարիներին, երբ որ ժողովուրդը հրապարակում էր, բոլորը իրենց տան փողը բերում էին եւ երկրի համար ինչ որ բան ստեղծում։ Հենց ժողովուրդը հեռացավ հրապարակից, բոլորը երկրից ամեն ինչը գողանում են եւ տանում են իրենց մոտ բան ստեղծելու։ Ուրեմն հրապարակը կա, փողը աստված չի, փողը ընդհանրապես միջոց է ինչ որ խնդիրներ երկիր կառուցելու։ Ուրեմն հրապարակում մարդ չկա, փողը աստված է եւ բոլորը իրար թալանում, սպանում, խափում են, որպեսզի փող կուտակեն։ Այսինքն քաղաքական ուժերը ձեր կարծիքով պետք է բոյկոտեն այս գործընթացը եւ ժողովրդի հետ միասին դուրս գան հրապարակ, թե քաղաքական համակարգն էլ Հայաստանում այսպես կոչված վերացած է արդեն։ Դուք գիտեք, մեր զրույցը ոնց որ թե տեղի ունենա տիեզերքի մի այսպես խաղաղ մի այսպես անկյունում, ասենք, որտեղ չգիտես ով մի խաղաղ մոլորակ է կառուցել, որտեղ ոչ մի դարդ ու ցավ չկա, մենակ այ ընտրություններն է, լավ է հլա չենք քննարկում ձեզ հետ, ուրեմն քվեատոմսերը կանաչ գույնի լինեն, թե ասենք սպիտակ։ Դա եվրոպական, ասենք թե այսպես մակարդակի արդեն խնդիր է, այնտեղ սովորաբար այդպիսի հարցեր են քննարկում։ Ուրեմն մենք գտնվում ենք մի աշխարհում եւ այդ աշխարհի մեջ էլ մի տարածաշրջանում, որտեղ տեղի ունեցել հետեւյալը, մեզ վրա հարձակվել էր Ադրբեջանը եւ այդ հարձակումը կարող է կրկնվի։ Դա կարող է բերել շատ աղետալի հետևանքների, առաջերտին Ադրբեջանի համար, բայց նաեւ մեզ համար։ Եվ մենք պետք է մտածենք դրա մասին, բայց մենք հիմա ընտրական օրենսգիր, տեսեք մենք ինչից ենք խոսում։ Ընտրություններ եւ այլը եւ այլը։ Սա քաղաքական դասը պետք է հավաքվեր, դա ծալեր դներ մի կողմ եւ զբաղվեր այս հարցերով, որ երեխաները չզոհվեն, որ երկրին այն սպառնալիքներ որ կան չսպանա։ Երկրորդ պահը, ուրեմն մոտակա 1 ամսվա ընթացքում կտրուկ փոխվելու է տարածաշրջանային վիճակը։ Մենք տեսանք ինչպես Թուրքիան մտավ Սիրիա, մենք գիտենք, որ 1 ամսվա ընթացքում հարվածներ են հասցվելու իսլամական պետությանը եւ Թուրքիան հայտնվելու է ցնցումների շրջանում։ Ուրեմն ամբողջ այդ տարածաշրջանում ուրեմն մեծ զանգվածներ փախստականների եւ զինված մարդկանց, այդ թվում մեծ քանակով ծայրահեղականների սկսելու են իրենց շարժը։ Մտնելու են Թուրքիա, Թուրքիայից շարժվելու են դեպի Եվրոպա, այլ դեպի Կովկաս, ուրիշ շարժվելու տեղ չկա։ Ուրեմն դուք պատկերացրեք մեր սահմաններին 100 հազարավոր փախստականներ, որոնց մեջ նաև գրոհայիններ, կրակողներ եւ այլն եւ այլն։ Դա լինելու է 1 ամսից հետո։ Մենք չգիտենք ինչքան է լինելու։ Կարող է նրանք գերադասեն բոլորը դեպի Եվրոպա գնալ։
Բայց այս ամենը մեզ համար հսկայական մարտահրավերներ են եւ հսկայական սպառնալիքներ, ավելի ճիշտ, մարտահրավերների վաղուց։ Եվ հիմա մենք ձեզ հետ քննարկում ենք, թե իսկ ընտրություն կլինի չլինի, իսկ ասենք թե լուսավոր Հայաստանը։ Բայց չէ՞ որ մեր ճակատագիրն էլ որոշում են ի վերջո այդ քաղաքական ուժերը, ովքեր իբրև թե ստանում են ժողովրդի քվեն, տեղ են գտնում խորհրդանում, բայց նույնիսկ այդ քարորյա պատերազմի օրերին մի արտահերթ նիշ Դուք տեսել եք վերջի, ասենք 5 տարվա ընթացքում մի որևէ խնդիր, որը որոշել է մեր խորհրդարանը։ Խորհրդարանը ստանում է մի հատ, այսպես թուղթ հրահանգ իշխանությունները, ուրեմն այսպես է, այդ ամենը ինչ որ կատարվում է, ես տեսել եմ տարբեր իշխանություններ, այդ թվում նաև շատ արդար ձևով ընտրված։ 90-91 թվականի ընտրությունները Հայաստանում եղել են արդար, եւ տեսել եմ այդ մարդիկ ինչպես են այլասերվում, ինչպես է այդ փողի համակարգը ազնիվ մարդուն դարձնում անազնիվ, չնայած ոմանք պնդում են, որ ուրեմն ազնիվը հավերժ ազնիվ է եւ այլն, մարդը թույլ է եկել։ Նրան պետք է գոտեպնդել։ Գոտեպնդում է ժողովուրդը իր ամբողջականությամբ, երբ որ ոտքի է կանգնում։ Այդ բոլոր մնացած բաները ինչ որ կատարվում է։ Այսօր ինչ շատերն են ասում, այ թողեք հանգիստ ընտրություն անցկացնենք, գնանք այնտեղ, ես հաշվել եմ, եթե մեզ հանգիստ թողնեք, ոչ թե 4% կհավաքենք, որ չենք անցնի, այլ 7%, իսկ շնորհիվ դրա մենք 1 դեպուտատ ավել կունենանք։ Մի խոսքով, սա է ամբողջ այդ դասի խոսակցությունը։ Սա բացարձակ անընդունելի է։ Այն ինչ որ կատարվելու է անգամ, ուրեմն մինչև այն ընտրությունները, որ իրենք մտածում են, երբ որ առաջի անգամ իրենք սկսեցին խոսել ընտրությունների մասին 1 տարի առաջ, ես բոլորին զգուշացնում էի, որ շատ ավելի դառը ընտրությունների առաջ եք կանգնելու, քան ուրեմն այն ընտրությունները, որի մասին խոսում եք։ Եվ հլա հարց է, դուք այդ ընտրություններին կհասնեք ընդհանրապես, թե ոչ։ Այսօր նույն վիճակն է, ես ձեզ հետ խոսում եմ հսկայական հոսքերից, դուք ասում եք ընտրությունները։ Ինչ է կարծում, եթե մեր երկիրը հայտնվեց պատերազմական վիճակում կամ ցնցումների մեջ, ներքին ցնցումներ առաջացրած արտաքին այդ հոսքերի պատճառով, այս ամենը ինչ ընտրության մասին է խոսքը։ Հետևաբար այսօր մի բանի մասին է։ Ամբողջ ուրեմն երկիրը պետք է ամբողջականա։ Շատ լավ կլինի նաև այդտեղ մտնի քաղաքական դասը, որը հիմա անհասկանալի վիճակում է։ Ես շատ քիչ գիտեմ քաղաքական գործիչներ, որ այս խնդիրներից խոսում են եւ սրանցով զբաղվում։ Եվ դա բացարձակ անընդունելի է։ Ուրեմն քաղաքական դասը այս ամենի համար պատասխանատու է։ Եվ ես հույս ունեմ, որ նրանք այսպես ուշքի կգան եւ կսկսեն զբաղվել այս հարցերով։ Հիմա այսպես է, ընթանում է մի գործառույթ, որը մեզ հնարավորություն կտա դիմակայել։ Խոսքը գնում է հայության հնարավորությունների ամբողջականացման մասին։ Սա է մեր հաղթաթուղթը։ Եթե ուրիշ երկրներ ասում են մեծ բանակ ունենք, կամ ասենք թե հարուստ երկիր են, կամ հազար ու մի բան ենք, մերը այդ հայությունն է, որը հիմա որի գործունեությունը շատ մեծ էֆեկտ կարող է տալ աշխարհում, որովհետև աշխարհը մի քանի անգամ կրկնել եմ, դարձել է բացարձակ անվստահության աշխարհ։ Վստահությունը շատ անհրաժեշտ է եւ զրոյական վիճակում է, հայկական համակարգը կարող է վստահություն ստեղծել տարբեր երկրների միջև եւ այդպիսի միջնորդական միսիա կատարի։ Բացի այդ մենք ուղիղ շատ բաներ կարող ենք անել։ Վերջապես կոնկրետ մի հարց։ Թուրքիայում այսօր ծպտյալ հայերի քանակը 1.5-ից մինչև 10 միլիոն է, նայած ով է ասում, ասենք Թուրքիայի հատուկ ծառայությունների տվյալներով 6.5 միլիոն, ուրեմն ամերիկացիները 8-ից 10 միլիոն թիվն են ասում, մյուսները ավելի պակաս, մի խոսքով սա կարևոր չի, ով ինչ թիվ է ասում։ Այդ հայության ճնշող մեծամասնությունը ապրում է հենց այն տարածքներում, որը մենք անվանում ենք քրդական այսօր։ Քրդական, որտեղ մեծ մասը քրդացած հայեր են։ Հիմա մենք ինչ ենք անելու այդ մարդկանց հետ կապված։ Մենք համարում ենք նրանք մեզ հետ կապ չունեն, նրանք ուրեմն ինչ ուզում է կատարվի, լավ հայեր չեն, քրդերն են Թուրքիայի, կամ հույներն են Թուրքիայի, կամ ասորիներն են Թուրքիայի եւ այլն։ Մեր կողքը ինչ կատարվում է, ուրեմն մենք բաց ենք թողնում, մինչև մեզ հասնելու է պարտադիր։ Ուրեմն քանի այդ ամենը դեռ մեզնից հեռու է, մենք կարող ենք այդ ամենով զբաղվել, որտեղ մեր հնարավորությունները հսկայական են, նորից եմ կրկնում։ Շատ շատերը այսօր զբաղվում են նրանով, որ այդ ամենը պայթեցնեն։ Միգուցե պետք է լինեն եւ այնպիսիները, որ փորձեն այդ ամենը մեղմացնել եւ ներդաշնակության բերել։
Այդ հայությունը ձեր կարծիքով ոտքի կանգնելու հիմա ներուժ հնարավորություն եւ ցանկություն առհասարակ ունի, թե ոչ? Ես իմ հարցի սկզբում նշեցի, որ գնալով նաեւ ազատության հրապարակում է մարդկանց թիվը պակասում, եթե խորենացում ավելի շատ էին երթերին, հիմա ամեն դեպքում այդքան չենք տեսնում։ Եվ դրա համար ինչ է անհրաժեշտ, հստակ համակարգված շարժում, առաջնորդներ, թե անցել է նաեւ առաջնորդների ժամանակաշրջանը։ Գիտեք, ուրեմն անհրաժեշտ են նախ եւ առաջ որ այն մարդիկ, ովքեր այս ամենը հասկանում են եւ պատրաստ են գործելու, որ նրանք գործեն միասնական, համաձայնեցված գործեն։ Հիմա այդ փուլում են գտնվում։ Մարդիկ համաձայնեցնում են եւ սկսում են միասնական գործել։ Եվ դա վերաբերում է նաեւ հայության ամբողջականությանը։ Ես տարբեր տեղերից անընդհատ լսում եմ տարբեր, այսպես հայտարարություններ, գործողությունների կազմակերպում եւ այլը, նաեւ օրինակ շատ այդպիսի բաներ խոսում է հորիզոն հերոստակայանը Միացյալ Նահանգներում գտնվող եւ նույնատիպ կառույցներ աշխարհի տարբեր վայրերում գտնվող։ Այսինքն հայությունը մտել է նման քննարկումների մեջ, մտածում է ինչպես ուժեղացնի հայրենիքի այն հատվածը, որ իրենց բոլորինն է։ Հայաստանն ու Արցախը մեր երկուսինս, երեքինս չի։ Հայաստանն ու Արցախը դա ամբողջ հայության հայրենիքի հատվածն է։ Եվ այն արևմտյան Հայաստանի այն հատվածը, որտեղ հայեր են ապրում, դա նույնպես մեր բոլորինն է եւ բոլորիս պատասխանատվության վայրն է։ Ինչպես չհասկացանք, որ մեր պատասխանատվության վայրը սիրահայությունը, սիրական, ուրեմն Սիրիայում գտնվող գաղութները եւ չկարողացանք այդպես էլ նրանց ընդունել Հայաստանում։ Ծրվեցին աշխարհով մեկ մոլորված մարդիկ մանեկան, ինչպես դրանից առաջ Բաքվի հայությանը, Ադրբեջանահայությանը տեր չկարողացանք կանգնել։ Հիմա այս ամենը մեզնից պահանջում է շատ պատասխանատու մոտեցում։ Ասենք կա 5 պատասխանատու հայ։ Նրանք պետք է սկսեն եւ նրանք են լիդերները, կազմակերպիչները եւ այլն։ Այդ բանը հիմա ի հայտ է գալիս եւ մարդիկ երբ որ լսեն ինչ հնարավորություններ է ինչպես է, բոլորը գոտեպնդվեն։ Այսօր ուղղակի համարում են, չէ, ոնց որ ասած, այսպես եկել է, այսպես էլ գնալու է եւ այլն։ Ոչ մի այդպիսի բան չկա։ Երբեք այս համակարգը գողության, ավազակության, իր ղեկավարներով, իր ակտիվ մասնակիցներով, օլիգարխիա, նախագահներ, նախարարներ եւ այլն, երբեք չի գտնվի այսպիսի ողորմելի վիճակում, երբ որ իր ողորմելությունը ինքն էլ է հասկանում։ Եվ ես Հասմիկ Պապյանին եմ ուզում մեջ բերում անեմ նրանից, նա ասում է այդ մարդիկ ուզում են այդտեղից դուրս գան, բայց չգիտեն ինչպես, ինչ անեն։ Հիմա այդ ինչ անեմը պետք է ասող լինի, այդ ասողը պետք է լինի այդ ժողովուրդը հավաքված եւ պետք է լինեն այն խմբերը, այն շրջանակները, որոնք այդ ժողովրդի մտքերը կձևավորեն, կներկայացնեն տարբեր ոլորտներում, տնտեսություն, քաղաքականություն, առաջին հերթին հոգևոր, առաջին հերթին արժեհամակարգ, որտեղ առաջի ուրացումը, որ մենք կատարել ենք, որի պատճառով այս վիճակում ենք, մենք ուրացել ենք մեր աստվածներին, մեր հայկական էությանը։ Հենց որտեղից դուրս ես գալիս, արդեն իրար սկսում ենք ոչնչացնել։ Հիմա մենք պետք է կարողանանք վերադառնալ այդ տարածք։